Դեռ 2 ամիս առաջ պատերազմող Պակիստանը պատրաստվում է բանակցությունների հարթակ տրամադրել Իրանին և Միացյալ Նահանգներին։ Խիստ միջոցառումներ են Պակիստանի մայրաքաղաքում։ Իսլամաբադում այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ապրողներին հորդորել են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, արգելվել է քայլել կառավարական շենքերի մոտ։ Ինչու է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը նախ հայտարարել, որ իրանական բանակցային թիմը այսօր ժամանելու է Իսլամաբադ ուրբաթ նախատեսվող բանակցություններին մասնակցելու համար, հետո ջնջել է այդ գրառումը։ Ամեն պահի կարող են կրակել հրթիռները, օդ բարձրանալ անօդաչուները, չափից շատ է փխրուն հրադադարը։ Ամերիկյան նավերը, օդանավերը, ռազմական անձնակազմը մերձավոր արևելքում են, չեն պատրաստվում հեռանալ։ Սպառնացել է Թրամփը, որ աննախադեպ ծանր կլինի հարվածը, եթե ձախողվեն բանակցությունները։ Սպասեք կրակի, հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շեշտել է, որ հրադադարի 10 կետերից 3-ն արդեն խախտվել են։ Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանը, չի հարգում ուրան հարստացնելու իրենց իրավունքը, խախտում է Իրանի օդային տարածքը։ Ծոցի պետությունները հայտարարել են, որ Իրանը պահում է հրադադարը։ Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել իր պահանջները ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրական տրամադրվի բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանցի վերլուծաբանները գրում են, որ հնարավոր է երրորդ անգամ նույն սցենարով շարժվի Միացյալ Նահանգներն ու բանակցությունները կիսատ թողնի, սկսի ռազմական գործողություններ։ 40 օր կրակի տակ հայտնված Իրանի քաղաքացիները այսօր դուրս են եկել փողոց, հարգելու իրենց նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակը։ 3000 իրանցի է զոհվել պատերազմի ընթացքում, պաշտոնական տեղեկություններով։ Միջազգային վերլուծաբանների խոսքով Իրանի ամենահզոր զենքը Հորմուզի նեղուցը մասնակի է բաց։ Թեհրանը օրական 2 տասնյակի չհասնող նավերի է միայն թույլատրում այն հատել։ Գերմանական հեղինակավոր Շպիգել պարբերականի տեղեկություններով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եվրոպական պետությունների առաջնորդներին հայտնել է, որ Թրամփը իրենցից ակնկալում է առաջիկա օրերին ռազմանավեր, ռազմական այլ աջակցություն ուղարկել Հորմուզի նեղուց։ Իրանի դեմ պատերազմին չաջակցած Հյուսիսատլանտյան դաշինքի պետություններից հիասթափված է Թրամփը։ Միջազգային պարբերականները գրում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է զիրաշահել ԱՄՆ նախագահին, որպեսզի նա հրաժարվի դաշինքը լքելու մտքերից։ Գանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։